Տեսար, գնաց։ Երևի պարոն ամենակարողը հոգնավ իրա բարի դերից։ Սենկոմ գնա, հա, ցինիկ։ Լավ, լիմի րոպե, հիմա չես հրավիրում տուն։ Հա, մի հատ էլ թեյ չառաջարկեմ։ Հո դու թոշակառուչես ինչ թեյ, քո հետ մինիմում կոնյակ։ Իսկ քո հետ անգամ ջուր չեմ կխմի, այ ցինիկ։ Վայ։ Բարի քերին գնաց։ Կոկուն նեղացավ։ Լաց չլինես։ Ես մնում եմ, եթե ուզում ես գնա։ Ոնց ես վիճակում ստեղ, հա։ Հա, չեմ ուզում տուն գնամ։ Մարենա, ես քեզ մենակ չեմ թողնի։ Ուղղակի ուզում եմ հիմա այստեղ մնամ։ Ես քեզ մինչև չտանեմ տուն չեմ գնա։ Ո՞վ է։ Կարևոր չի։ Մարենա, կարող եմ մայրդ անհանգստանում ա քո։ Չեմ ուզում խոսեմ։ Ինչ-որ բան է եղել։ Չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Գնա, էլի, ուզում եմ մենակ մնամ, գնա, վերկաց գնա։ Մարենա, ասացի ես մինչև քեզ տուն չհասցնեմ չեմ գնա։ Չես հասկանում, ուզում եմ մենակ մնամ, գնա։ Ես տուն չեմ գնալու, ոչ հիմա, ոչ էլ հետո։ Բա ինչ պետք է մնաս ստեղ նստած, հա։ Հա։ Կզանգեմ կգնամ Լիզայինց տուն։ Ուր։ Լիզայինց տուն, մեր դասարանի։ Էս վիճակով, Մարիաննա։ Հա, այս վիճակով։ Լսի ինչ եմ ասում։ Պետք չի, որ դու էս վիճակով գնաս Լիզայինց տուն։ Դա սխալ կլինի։ Արի գնանք մեր տուն։ Չես խոսում։ Ասում եմ, արի գնանք մեր տուն։ Գիտես, որ տատիկս մահացել է։ Երբ։ Կներես, չգիտեի, ցավակցում եմ։ Այսօր թաղումն էր։ Պապայս է ձերբակալել են։ Ինչ։ Ինչի համար։ Իսկ մայրս թքած ունի այս ամեն ինչի վրա։ Մարիաննա, տենց մի ասա, մամատ քեզ շատ է սիրում։ Քո համար ամեն ինչի պատրաստ է։ Ինքը մենակ ամեն ինչի իր համար է պատրաստ։ Տենց մի ասա։ Իր անունը մի տուր համոտս։ Բա որ գնանք ձեր տուն, մամատ ինչ կասի։ Ոչ մի բան։ Արի գնացինք։ Արի Հաստատ։ Արի հաստատ։ Այ բալիկ ջան, ուր էիր մինչև հիմա։ Քայլում էի։ Ուղղակի պետք չէր նրան մենակ դուրս թողնել։ Դու մինչև հիմա այդքան զայրացած ես ինձ վրա։ Չի աղջիկս, չի։ Ուղղակի չեմ ուզում, որ դու դուրս գաս փողոց եւ մոլորվես օտար քաղաքում։ Չէ, դու մինչև հիմա զայրացած ես։ Ամբողջ ճանապարհին լուր էիր։ Ների, դա քեզ հետ ոչ մի կապ չունի, ես ուղղակի իմ խնդիրներն ունեմ, աղջիկս։ Ես շատ վախեցա քեզ համար։ Կներես, դու խնդիրներ ունես, ես էլ քեզ խանգարեցի։ Չէ, դա քեզ հետ ոչ մի կապ չունի։ Ուղղակի ես եմ եղել, որ ժամանակ չեմ գտնում քեզ հետ ման գալու։ Լավ, գնամ։ Կներես։ Ու հերիք հետ բար կրկնես, հա։ Ասաց ես չեմ նեղանում։ Գնա։
Ես իհարկե ոչինչ չեմ կարող ասել, դու քո աղջկա հետ ես շփվում։ Ու նա մեր տանն է, որովհետև նա… Որովհետև նա իմ աղջիկն է։ Ես հենց էդ էլ ասում էի։ Եվ ինչ։ Ты считаешь это правильным, да? Собрать свою бывшую жену, проводить в аэропорт. Ты считаешь это правильно? Ես այդտեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, ու բացի այդ Արևիկը խնդրեց։ Իսկ Նարինեն Նարինեն ինչ։ ինքը դեմ չի։ Ես նրա հետ չեմ խոսել։ Տիգրան, դա սխալ է։ Ես չեմ գտնում սխալ բան եմ անում, եթե սխալ բան անեի, ես կզգայի։ Դու ուղղակի չես զգում, բայց դա սխալ է։ Տիգրան, ես հասկանում եմ։ Հասկանում եմ, որ Արևիկի հետ ես շփվում, բայց Նարինեն… Նարինեն իմ աղջիկա մայրն է։ Ուրիշ։ Ու դու կգնաս։ Իսկ դու ինչ ես կարծում։ Իհարկե, իմ կարծիքը։ Ես գիտեմ, հասկանում եմ, ուղղակի ես մի բան չեմ հասկանում, ինչ դեր ունեմ ես էս տանը։ Բարև։ Բարև։ Մամ, Մարիանան իրան վատ ազգում։ Ինչի։ Ուղղակի լավ չի զգում։ Մեր տանն է մնալու այսօր։ Ներս եկեք։ Դե անկողինը բացեմ պարկի։ Ես կբացեմ բավես։ Մամ։ Մամ, ես քեզ հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։ Բա որտեղ տեսար իրան։ Փողոցում։ Փողոցում։ Լավ, դու հիմա գնա զանգի իր մամային, ասա, որ ինքը ստեղ է, որովհետև զանգում էր իր մաման իրան, ինքը անդադ անջատում էր։ Լավ։ Ասա, որ չգա, վատ վիճակում է Մարիանան։ Կասեմ, բալես, կասեմ։ Մամ, Մարիանայի տատիկն է մահացել։ Երբ։ Այսօր թաղումն է եղել։ Ոնց չենք իմացել։ Հորներ բանտարկել են։ Ինչ։ Երբ Աննա։ Չգիտեմ, մամ, Մոսկվայում է, ոչ մի բան չգիտեմ։ Բայց Ալբերտը ինչ պիտի անի, որ իրան ձերբակալեն։ Չգիտեմ, մամ, չգիտեմ։ Լավ, գնա զանգի, հետո կխոսենք։ Լավ, գնացի բալես։ Ուրա, պապան, Սենյակում։ չի գալիս։ Հիմա կգամ։ Դու զայրացած ես։